Սիրներ, շնորհավորում եմ ինձ ու քեզ։ Մենք չգիտենք ցավոք սրտի ովքեր ոնց վարվեցին Հիսուսի հետ, բայց փառք Աստծո, Աստծո շնորհքով, ողորմությունով, որ մենք ընդունեցինք նրան։ Մենք ընդունեցինք, եւ սա է մեր առավելությունը եւ արտոնությունը։ Նրանք, ովքեր ընդունեցին նրան, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Սիրներ, երբ որ Աստվածաշնչում կարդում ենք այս բառը, ուզում եմ, ովքեր ինձ on-line հետևում են, գիտեք հիմա այս իշխանության բառը, որ ասում եմ, լիքը մարդկանց հետարշում է։ Որովհետև հավատացյալ ժողովուրդը, երբ որ ապաշխարում ենք, երբ որ դարձի են գալիս Աստծուն եւ սկսում ենք լսել ավակների աղոթները, մենք նույնպես աղոթքի մեջ առանձնանում ենք եւ ասում ենք Հիսուսի անունով, Հիսուսի անունով։ Շատ լավ է Հիսուս անունը օգտագործել, բայց նախ մարդը պետք է ճանաչի Հիսուսին, նախ մարդը պետք է աղոթի Հիսուս անվանը, հետո նոր այդ անունը օգտագործի։ Կրկնում եմ, նախ մարդը աղոթի Հիսուսին, դեռ հետո այդ անունը օգտագործի։ Որտեղից է քրիստոնյաների մոտ գալիս հիասթափություն։ Ուզում եմ մի փոքր խոսամ մեր քրիստոնյաների հիասթափությունների հետ կապված։ Երբ որ քրիստոնյան ապաշխարում է գալիս է եկեղեցի, լսում է, որ մենք հավատացյալներս իշխանություն ունենք, իրավունք ունենք, եւ սկսում է քրիստոնյան այս իշխանությունը օգտագործել ինչպես։ Աղոթքի մեջ ասում է, դուսը մի բան տեսնում է, դուրը չի գալի, ասում է, անընդհատ շեշտում է Հիսուսի անունով։ Տեր, ես քո տված իշխանությունով աղոթում եմ, թող սա սենց լինի, թող ես մի հարց էսպես լինի։ Քրիստոնյան 1 ամիս հետո, կամ լավ, մարդկա ավելի մեծահոգյա 6 ամիս հետո հիասթափվում է, գիտեք ինչի, զգում է մի բան չի աշխատում։ Ինքը աղոթներ անում, ինքը իշխանություն իրան ասել են, որ իշխանություն ունի, բայց ինչ որ մի բան չի աշխատում։ Եկեք նայենք իշխանություն բառը Աստվածաշնչում երբ է տրված մարդուն։ Ոչ թե երբ որ մարդը ապաշխարում է, տրվում է նրան իշխանություն, Ծննդոց գրքի 1-ում գրված է, առաջի գլխում գրված է։ Երբ որ Աստված մարդուն ստեղծեց, իր պատկերով եւ իր նմանությունով ստեղծեց։ Ամեն համաձայնեք թե չէ։ Հիշում ենք այս խոսքը, իր պատկերով։ Եկեք մի բան հստակացնենք։ Մեզ on-line շատ մարդիկ կան, հետևող լսում են, եկեք հստակացնենք բոլոր նրանց համար, ովքեր նաև մեզ լսում են։ Աստված մարդուն տվեց իշխանություն։ Երբ տվեց իշխանություն։ Գրված է, երբ որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, իր նմանությունով, հաջորդ համարի մեջ գրված է, որ Աստված իշխանություն տվեց մարդուն։ Փաստորեն, որ մարդուն է Աստված իշխանություն տալիս, իրավունք տալիս։ Այն մարդուն է տալիս, ում որ ստեղծել է իր պատկերով եւ իր նմանությունով։ Փաստորեն, երբ որ մարդը գալիս է դեպի Աստծուն, ոչ թե միանգամից մարդը ձեռք է բերում Աստծո իշխանությունը, այլ մարդը երբ որ դարձի է գալիս Աստծուն, նախ եւ առաջ պետք է վերականգնվի մարդու կյանքի մեջ Աստծո պատկերը եւ Աստծո նմանությունը, որովհետեւ երբ որ Աստված մարդու պատկերը, իր պատկերը եւ իր նմանությունը ձևավորում է, դարձնում է մարդուն նորից իր պես, որովհետև մենք այսօր գիտեք ում պես ենք, մեկ իրա քերի պես է, մեկ իրա քավորի պես է, մեկ իրա ծանոթի պես է, մեկ իրա ընտանիքի ծնողների պես է, մենք ամեն մեկս մարդկա մի 10 հոգուց ամեն մեկս վերցրել ենք, բայց երբ որ մենք ժամանակի ընթացքում ենք, դառնում ենք, Աստված մարդուն դարձնում է նորից իր պատկերով եւ իր նմանությունով, նորից մարդը դառնում է, վերցնում է Աստծո պատկերը, որը ժամանակ է պետք, հոգևոր աճ։ Երբ որ մարդու մեջ ձևավորում է նորից Աստծո պատկերը եւ Աստծո նմանությունը, միանգամից Աստված ինչն է բերում, իշխանությունն է տալի, որովհետեւ Աստվածաշունչը սկզբունքների գիրք է, ասում է Աստված տալիս է իշխանություն նրան, ում որ իր պատկերով եւ իր նմանությունով է ստեղծել։ Աստված նախ եւ առաջ ոչ թե իշխանությունն է վերականգնում մարդու մեջ, այլ իր պատկերը, իր նմանությունը եւ իր տեսակը վերադարձնում է ժամանակի ընթացքում կամած, իհարկե մարդը ինչքան որ հոժարվում է։ Մենք ամեն մեկս փրկված ենք նույն Աստծուց, բայց ամեն մեկս աճում ենք յուրովի։ Ամեն մեկս աճում ենք հավատքի մեջ այն չափով, ինչքանով որ ձգտում ենք, ինչքանով որ խնդրում ենք, ինչքանով որ թույլ ենք տալի։ Կրկնում եմ, մինչ Աստված կվերականգնի իր իշխանությունը մարդու կյանքի մեջ, նա նախ եւ առաջ պիտի վերականգնի իր պատկերը եւ իր նմանությունը մարդու կյանքի մեջ էր։ Ամեն սիրներ։ Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այլևս առիթ չեն ունենալու հիասթափվելու, որտեղ մարդը կարա չիմանալով այս սկզբունքի մասին, գնա տուն եւ աղոթքներ անի եւ հիասթափվի։ Ինչի չի կարելի ունենալ իշխանություն միջև Աստծո պատկերը ունենալը։
Ինչի չի կարելի։ Որովհետև եթե մարդը չունենա Աստծո էությունը, բնավորությունը չունենա, սակայն ունենա Աստծո զորությունը եւ իշխանությունը, մարդը այդ զորությունը կօգտագործի սեփական ծրագրերի համար։ Մարդը այդ զորությունը կօգտագործի նպատակների համար, որովհետև Աստծո զորությունը իրապես կարա գործի։ Մարդը կարա այդ աղոթներով գիտեք ինչեր անի։ Ինչ որ մեկը դուրը չգասի, մի հատ բանկի մոտ կանգնի Հիսուսյանով, թող այս հաշվեհամարը լցվի իմ բանկի մեջ։ Սատանան մոտիկացավ Հիսուսին, որովհետև գիտեր, որ Հիսուսը իշքան մարդկա փորձել էր։ Սատանան մոտիկացավ Հիսուսին, գիտեք ինչ ասեց։ Ասա, որ այս քարերը հաց լինեն։ Ինչի ասեց, որովհետև ինքը գիտեր, եթե Հիսուսը ասի, այս քարերը հաց կլինեն։ Նա գիտեր, որ Հիսուս այդ իշխանությունը ունի։ Սակայն Հիսուսը իր իշխանությունը ուզում եմ նորից ասեմ, Հիսուսը իր իշխանությունը, իրան տրված զորությունը իր նպատակների համար չօգտագործեց, իր ծրագրերի համար չօգտագործեց, որովհետև գրված է, երբ որ Հիսուսը սովեց, սատանան մոտիկացավ, առաջարկեց մի բան, օգտվելով առիթից ասեմ, սատանան միշտ հանդիպում է Եդեմի պարտեզում, միշտ հանդիպում է նոր կտակարանում Հիսուսին, այսօր էլ հանդիպում է ինձ ու քեզ, միշտ այնքան հոգատար, այնքան բարի։ Սես նայում ես, ասում ես, «Էս ինչ պուպուշն ես դու, էս ինչ հոգատար ես դու»։ Մոտիկացավ Ադամին, ասեց, որ ուտեք Աստծո պես կլինեք։ Մոտիկացավ Հիսուսին, սոված ես, ասա թող հոգատարության ձայն կա։ Թող ես եւ դու այնքան հոգով լցված եւ զորավոր լինենք, որ զանազանենք իր ձայնը։ Մի բարդ բան էլ ասեմ։ Նրանք, ովքեր սիրում են Աստծո ներկայության խորքերը գնան, մի առաջարկ քաջալերանք։ Հիսուսից օրինակ եմ ուզում փոխանցեմ ինձ ու քեզ։ Նրանք, ովքեր ուզում են գնան խորքերը, ինչքան շատ ես ուզում գնաս հոգևոր դաշտ եւ հոգևոր խորքերը, այնքան շատ իմացի Աստծո խոսքը, այնքան շատ ճանաչիր իր ձայնը, այնքան շատ զանազանիր իր խոսքը։ Կրկնում եմ, Հիսուսը իր իշխանությունը, իրեն տրված իշխանությունը իր նպատակների համար չօգտագործեց։ Նա տեսնում ենք ինչպիսի կյանքով էր ապրում, բայց նա այդ զորությունը օգտագործում էր միմիայն Աստծո փառքի, Աստծո անվան համար։ Դրա համար առաջի բանը Աստված մեր կյանքի մեջ ուզում է վերականգնի ոչ թե մեր իշխանությունը, այլ Աստծո պատկերը եւ նմանությունը, ինչի համար, որպեսզի երբ որ մեզ տրվի իշխանություն եւ իրավունք, մենք այն օգտագործենք իր եկեղեցու, իր անվան ու փառքի համար։ Սիրելիներ, գիտեք, Աստված ամենամեծ բան, ամենաթանկ բանը մեզ տվել է։ Սակայն Աստված շարունակում է ունենալ կարիքներ։ Նա կարիք ունի եւ նրա կարիքը կորսվող աշխարհն է։ Ինչ որ պետք է մարդուն տվել է, սիրելիներ։ Ամենաթանկը իր որդին։ Սակայն Աստծո համար շարունակում է մնալ կարիք, դա կորսվող աշխարհն է։ Իսկ Աստված տալիս է իր իշխանությունը, եկեղեցուն եւ քրիստոնյային տալիս է իր փառքի եւ իր անվան համար, որպեսզի այն գործածվի։ Սա նշանակում է, որ ինչ էլ որ ես խնդրում եմ Աստծուց, որևիցե իշխանություն, որևիցե զորություն, ինչ էլ ես խնդրում եմ, ես մի հարցի պատասխան ամենայն ազնվությամբ պիտի ունենամ։ Այ ինչքան շատ եմ օգնում մի 4 հոգու այսօր։ Մի հարցի պատասխան պիտի իմանամ։ Ինչի համար եմ ես դա ուզում։ Ես կարամ ասեմ 10 պատասխան կարամ տամ։ Ես նկատի ունեմ մարդը պիտի այնքան ազնիվ լինի։ Այն հոգևոր բանը, որ ես ուզում եմ, ես պետք է ունենամ դրանքից հարցի պատասխան։ Ես այն ինչի համար եմ ուզում։ Իմ անունի համար, ինչի համար։ Սիրելիներ, ինչի է մարդը միշտ ձգտում իշխանության, օգտվելով առիթից սա էլ ասեմ։ Ինչի է պատճառը, որ մարդը միշտ ձգտում է իշխանության, աթոռի։ Ինչի է ձգտում ինչ-որ sense իրավունքների, որովհետև մարդու համար առաջի եւ մեծագույն կորցրած բանը դա իշխանությունն էր։ Իշխանությունը մարդը կորցրել է եւ մարդը ընկել է իշխանության տակ։ Ամեն ինչ իշխում է իր վրա, կապանքները, ցանկությունները, մեղքերը, մարդը ինչքան բաների իշխանության տակ է եւ դա մարդու համար ստրես է։ Պատճառը, որ մարդը ուզում է հարստանալ, որովհետեւ հարստանալը այն ապօրինի ճանապարհն է,
որ վերականգնում է մարդու կորցրած իշխանությունը։ Գիտեք ինչի է մարդը բոլոր մարդիկ ուզում հարստանան հիմնականում, որովհետև հարստությունը ապահովում է մարդու անելու այն ինչ որ ինքը ուզում է։ Արխային կարա անի ինչ որ ուզում է, որովհետև հարստությունը իրեն թույլ է տալ, իրեն այդ հնարավորությունը ստեղծում է։ Կրկնում եմ, այն ձգտումը, որ մարդ ունի, պատճառը սա է, որ մարդը իշխանությունը կորցրել է, բայց նա միշտ փափագում է դրան, միշտ դա ունենում է։ Դրա համար Աստվածաշունչը ասում է հարստանալու միտումից հետ կանգնի։ Ինչի է ասում, ինչի է նման լավ բանից Աստվածաշունչը խորհուրդ տալի, որ մարդը հարստանալու միտումից հետ կանգնի։ Որովհետև հարստանալու մեծագույն միտումը մարդու մեջ է, որ վերականգնի իր կորցրած իշխանությունը։ Կարում եմ բացատրեմ ինչ եմ ասում։ Իշխանությունը մարդը ուզում է վերականգնի, որ ուզենա անի ինչ որ ուզում է, սակայն փողը մյուս կողմից է մարդուն բերում է կործանում, շփոթմունք եւ խառնաշփոթի մեջ է գցում սիրեր։ Թող մենք բնական ճանապարհով մոտենանք Աստծուն եւ վերցնենք այն ինչ որ Աստված պատրաստել է մեզ համար։ Իր պատկերը, իր նմանությունը, իր էությունը եւ իր սովորությունները վերցնենք մեր կյանքի մեջ։ Եվ իշխանությունը հետևանք է լինում, որ Աստված տալիս է մարդուն։